տեսեք 65% քվե ստանալու այսպես գոնորով հայտարարություն արած իշխանությունը այս ինչ ձևի է խառնվել մի մասնավոր անձ Վիտալի Բալասանյանը մասնավոր անձ է որը կարա ցանկություն հայտնի որ Հայաստանը ասենք պիտի միանա ես չգիտեմ Չինաստանին դա իր ցանկությունն է Վիտալի Բալասանյանը որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ չի ներկայացնում Վիտալի Բալասանյանը որևէ լիազորություն չունի խոսելու որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի անունից մասնավոր անձ է որը կարող է իր ցանկությունը ունենալ։ Մի հատ նայեք, տեսեք թե Լևոն Շիրինյանը Թուրքիայի հանդեպ իր սիրուց ինչ ցանկություններ ունի եւ ինչ տեսանք, այն ուժը իշխանությունը ով վստահ է, որ ինքը 65% քվե է տանելու, Վիտալի Բալասանյանին սենց ծալեց, ծրորեց, դրեց ծրարի մեջ եւ գցեց ընդդիմության գրպանը, բնականաբար չի կարող խոսք լինել միութենական պետության մասին, որովհետև Հայաստանի օրակարգում որևէ ժամանակ նման բան չի եղել։ Ես անձամբ դեմ եմ այդ օրակարգին, բայց դեմ եմ նաև Ադրբեջանի հետ միութենական պետություն կազմելու օրակարգին, որը այս իշխանության օրակարգն է։ Այնպես որ չի աշխատելու, մի փորձեք Վիտալի Բալասանյանի սխալ բայց մասնավոր կարծիքը այսպես հա դաբլել կամ այսպես պրոյեկտել ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի վրա, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերն էլ մեկը մյուսի հետևից սկսեն դա հերքել, որ չկա նման բան, ինչի եք հերքում։ Վիտալի Բալասանյանը մասնավոր անձ է, որը ունի իր սեփական կարծիքը։ Լևոն Շիրինյանը պատրաստ է Թուրքիայի հետ գնալ ամենամերձավորագույն դաշինքի հələ միութենական պետություն էլ չէ, տարալուծվել այդ պետության մեջ իր սփիչից ես այդպիսի տպավորություն ունեմ, բա դրան խիչ եք անդրադառնում, ընդամենը պետք է Վիտալի Բալասանյանի կարծիքը իգնոր անել եւ դրան այդ մարդուն երբևէ որևէ խոսափող չտրամադրել, որտեւ ինքը շարքային քաղաքացի է եւ չտարածել նրա տեսակետները։